Արցախյան պատերազմում զավակներից մեկին կորցրած Ստելա Բաբայանը ամեն ինչ արեց, որպեսզի երկրորդին էլ չկորցներ։ Սրտամկանի ինֆարկտով որդուն պատրաստվում էր տեղափոխել Երևան վիրահատության, երբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը խորհուրդ տվեց համբերել ևս մեկ օր, որպեսզի անհրաժեշտ վիրահատական միջամտությունը կատարվի նրա բաց անգեոգրաֆիկ կենտրոնում։ Բժշկի խորհրդին ականջալուր եղավ եւ այժմ ուրախությամբ սրտի խոսքը հասցեագրում է ողջ համակարգին։ Большое спасибо. Ինչ բարեհաջող, очень. Անգեոգրաֆիկ կենտրոնի բացումը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ու նաև անձնական միջոցներով է կյանքի կոչվել։ Նվիրատվության արժեքը չի չափվում։ Գերժամանակակից սարքավորումներով հագեցած ծառայության գործարկումը կենսական նշանակության էր Արցախի բնակչության համար։ Հնարավորություն ունենք մեր ընտանիքի կողմից մենք կատարենք այդ ուրեմն նվիրատվությունը, որպեսզի Արցախի ժողովուրդը իրան ապահով զգա, որպեսզի վարկանիշը մեր բժիշկների ավելի բարձրանա, որպեսզի վստահությունը դեպի բժիշկները եւ բուժաշխատող արցախցին ավելին ունենա ու կարողանա վստահաբար դիմի հանրապետական բժշկական կենտրոն եւ յուրաքանչյուր սրտի վիրահատություն կամ յուրաքանչյուր սրտի գործողություն, որ նրան անհրաժեշտ է, կարողանա տեղում։ Դա մեր մի փոքր համեստ ներդրումն է, որի համար մենք ենք շնորհակալ, որ կարողացանք մեր կողմից դա կատարենք Արցախի ժողովրդի համար։ Նորաբաց կենտրոնի հնարավորություններին ծանոթացել են նաև հայկական երկու հանրապետությունների նախագահները։ Աշխարհի լավագույն կլինիկաների չափանիշներին համապատասխան սարքավորման գործարկմամբ այսուհետ Արցախում իրականացվելու են ամենաբարդ հետազոտությունը, ախտորոշումն ու բուժօգնությունը։ Կենտրոնում կատարվելու են սրտի եւ մյուս բոլոր օրգանների անոթների ստենտավորում։ Սարքավորման տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, միանգամայն անցավ կատարել ներանոթային միջամտություններ։ Այսպիսի ապարատ երազային ունենան շատ կլինիկաներ, նույնիսկ ավելի զարգացած երկրներում։ Եվ հիվանդները ստիպված չեն լինի 8-10 ժամ անց հասնել Երևանի հիվանդանոց, այդ ծանր ճանապարհ կտրելով եւ ընդ որում ամենակարևորը կորցնելով թանկարժեք ժամանակը, որը շատ կարևոր է այս հիվանդների բուժման համար։ Առաջկա ամիսներին տեղի մասնագետները, որոնք վերապատրաստվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում, ինչպես նաև Ռուսաստանում Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում, աշխատելու են Հայաստանից հրավիրված մասնագետների հետ միասին։ Համատեղ առաջին 24 ժամը առավել քան արդյունավետ էր։ Գոլեգաները միացյալ ուժերով հաստատության բացման առաջին օրը վիրահատել են 7 հիվանդի, որոնցից 2-ի դեպքում ստենտ է տեղադրվել։ Վիրահատությունները փառք Աստծո բարեհաջող են անցել։ Հիվանդների վիճակը կայուն է եւ շարունակում են հետագա բուժումը։ Արագ բուժօգնության խնդիրը լուծված է Արցախում։ Առողջապահության ոլորտի գլխավոր պատասխանատուն հավաստիացնում է, որ ինվազիվ սրտաբանական ծառայությունից օգտվելու մատչելի մեխանիզմներ է մշակվել Արցախի հանրապետության բոլոր քաղաքացիների համար։ Մերի Դավթյան, Մայր Մկրտչյան, Մերուժան Մարտիրոսյան, Առաջին ալիք։